Քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից կազմակերպված ապօրինի հավաքագրված գումարների և դրանք քրեակատարողական հիմնարկներ ուղարկելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթին անդրադարձել էինք ներկայացնելով գործով վարույթն իրականացնող մարմնի ձեռք բերված փաստական հանգամանքները։ Մեր եթերից օրեր անց այս գործով մեղադրյալի պաշտպանը կապ հաստատեց մեզ հետ պնդելով, որ քննիչը եթերում բարձրաձայնել է մի շարք ապացույցների մասին, որոնք իրականում պարզապես ձեռք չեն բերվել և գործի նյութերում առկա չեն։ Մի շարք ուշագրավ մանրամասներ և նոր ու անսպասելի բացահայտումներ։ Մեր եթերներից մեկի ժամանակ անդրադարձել էին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի, որի համաձայն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արման Կալուշկի մականվան պանձի հանձնարարությամբ 2023-ից 2024 թվականների ընթացքում իրականացվել են դրամական միջոցների հավաքագրում, ինչի արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտները ուղղվել են Հայաստանում գործող տարբեր կալանավայրեր։ Հրապարակումից օրեր անց մեր խմբագրություն դիմաց սույն գործով մեղադրյալ Արտուր Աղվալյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում հերքեց քննչական մարմնի կողմից ներկայացված մի շարք դիտարկումներ, այդ թվում ներկայացրեց ուշագրավ մանրամասներ, որոնք էականորեն կարող են փոխել այս քրեական գործի ողջ ընթացքը։ 2023 թվականի դեկտեմբերին Ալավերդի քաղաքում, եթե չեմ սխալվում, դանակահարության դեպք է տեղի ունեցել, գործը գտնվել է քննչական մարմնի վարույթում։ Հունվար ամսին այդ դանակահարությունից մոտավորապես 1 ամիս հետո Արտուր Աղվանյանի պաշտպանյալից բարեկամներից մեկը իր հետ զրուցում են, երկար կենցաղային զրույց է ընթանում եւ այդ զրույցի ընթացքում ասում է, որ անցած ամիս այսպիսի դեպք է տեղի ունեցել քաղաքում։ Արտուր Աղվանյանի արձագանքը բառացի փորձեմ կրկնեմ, ասում է, փոքր քաղաք է, չեն ամաչում, այդ լակոտներ ինչի խելոք չեն մնում։ Արտուր Աղվանյանի արձագանքն է։ Այս դրվագը հիմա մեղադրանքի մեջ ձևակերպված է այսպես. Արտուր Աղվանյանը փորձել է միջամտել այդ դանակահարության գործի քրեական կանոններով լուծմանը, որով վարույթ է եղել քննչական մարմնում։ Արտուր Աղվանյանը իրեն դիմաց անձանց մասնավոր վեճին լուծում տալու նպատակով միջամտել է եւ փորձել է պետության իրավաչափ ձևերին հակասող գործելավոճով միջամտելով եւ իրենց առավելությունները ընդգծելով սպառնալիքներով լուծում տալ այդ մասնավոր վեճին, որը վերաբերել է դանակահարության դեպքին, դրանով ձեռնարկված է եղել նախաքննություն, մինչդեռ իրենց չի բավարարել նախաքննական գործողությունները եւ դրանց արդյունքը, ուստի փորձել են չգրված կանոնների համաձայն իրենց կողմից համավատ ճանաչված այդ կերպ լուծում տալ տվյալ հարցին։ Այս զրույցից հետո, այս դրվագի հետ կապված Արտուր Աղվանյանը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել, այլ այս զրույցից պարզ է դառնում, որ քննից տեղյակ չի եղել ինչ է կատարվել։ Հիմա այս դրվագը իր մեղադրանքի մի կտորն է։ Փաստաբանի դիտարկմամբ, եթե վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք առաջադրել է քրեական հեղինակություն հանդիսացող անձանց կողմից որոշակի հավաքներ կազմակերպելու համար, ապա ինչու մեղադրյալի աթոռին չեն հայտնվել հավաքի մյուս մասնակիցները։ Հարգարժան քննիչը նշում է, որ ստացված տվյալները հաստատվում են նաև վկաների ցուցմունքներով։ Ես պիտի հիասթափեցնեմ բոլոր այն անձանց, ովքեր հավատացել են այս պնդմանը։ Գործը գտնում է դատարանում եւ քննիչի այդ հայտարարությունը կատարելու ժամանակ արդեն մեղադրական եզրակացությունը հաստատված է եղել, գործը հանձնված դատարան։ Քրեական գործով որևէ վկա չկա։ Ուղղակի չկա։ Չկա դատակոչում։ Պարզապես չկա։ Ես անկեղծորեն տարակուսած եմ, որ այն անձային պաշտոնատար անձը, ով կազմել է մեղադրական եզրակացություն ու դատակոչ չի նախատեսել, ինքը նման հայտարարություն է կատարում։ Նախաձեռնված քրեական վարույթի մասին տեղեկատվությունը, որ այդպիսի դեպքերը, որոնցից խոսում են եւ մտադիր են վրեժխնդիրներ, կան նախաձեռնված քրեական վարույթ, այսինքն դրանք վերաբերել են եղել եղելությանը եւ որևէ կերպ չի կարող մեկնաբանվել այս պայդրության պաշտպանական կողմից, որ այդպիսիք չեն եղել կամ մտածած են խոսակցություններ են։ Բնավ այդպիսի իրավիճակ առկա լինել չի կարող, քանի որ նշեցի կատարված քննչական եւ ապացուցողական գործողությունների շրջանակում հավաստվել են ձեռբերված ստացված տվյալները։ Եվ փաստաթղթային ապացույցների հետազոտման հիման վրա եւ ձայնագրությունների հետազոտման հիման վրա լրիվ փլուզվում է ամբողջ մեղադրանքը։ Ամբողջությամբ փլուզվում է, որովհետեւ պարզապես չկա կազմակերպված խումբ։ Գիտեք, նշել են, որ այս հանցավոր խմբավորումը ունեցել է իր կանոնները եւ նպատակ է ունեցել հանցանքներ կատարելու։
այնպիսի գեղարվեստական ձևակերպումներ կա գրված այս մեղադրանքների մեջ բոլորի եւ բնականաբար մենք չունենք վկաներ, ապա ես համոզված եմ, որ դատարանը արդար դատական ակտ կայացնելու մեկ տարբերակ ունի։ Մեկ տարբերակ այս պահին Արթուր Աղվանյանի արդարացման ակտ պիտի կայացնի։ Անտրամաբանական գործողությունների հաջորդականություն, որը ոչ թե կանխել է հանցանքը, այլ ըստ փաստաբանի թողել է, որ այդ հանցանքը տեղի ունենա։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իր տեխնիկական ամբողջ զինանոցով հետապնդել եւ գաղտնալսել է արտաքին դիտում, ներքին դիտում, հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն, բոլոր հնարավոր միջոցներով։ Գաղտնալսումները կամ այդ հետապնդումները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի փետրվարի 8-ին։ Արթուր Աղվանյանի հետևից քննիչը գնացել է կամ իրավապահները դեկտեմբերի 10-ին նրան մեղադրել են, որ հունվար ամսին ինքը հանցանք է կատարել։ Բնական հարց է առաջանում, հարգելի քննիչ, հարգելի ոստիկան, հարգելի ԱԱԾ ծառայող, եթե Արթուր Աղվանյանը 23 թվականի դեկտեմբերին կամ 24 թվականի հունվարին կատարում էր հանցավոր գործողություններ, օրինակ ասում են դրամահավաք է կազմակերպել, փորձել են հաշվեհարդար տեսնեն, քրեական վարույթով գտնվող գործով միջամտել, այսինքն հարցերի այլ լուծման ճանապարհ են դարել։ Ինչու եք 10-11 ամիս հետո այդ անձանց մեղադրանքներ ներկայացնում։ Չէ՞ որ հանցանքը կանխելու, թույլ չտալու զարգանալու համար պետք է միջոցներ ձեռնարկեիք։ Մեր հարգարժան վարույթ ներկայացնող մարմինը քննիչ դատամ դատախազը նշում են, որ եթե միջամտությունը ուշացնեին, ապա կարող էր ողբերգական հետևանք լինել, որովհետև միայն պատկերացնել է պետք։ Աղվանյանը Ավագյանի միջոցով Ջանինյանից թույլտվություն է ստանում, որպեսզի Շահվերդյանին համաձայնության տան ֆիզիկական հաշվեհարդար տեսնի, որը տեղի ունեցել 2024 թվականի հունվարին։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերը սպասում էին, որ այդ չակերտավոր հաշվեհարդարը լինի, որպեսզի անձանց օրինակ սպանության հոդվածով դատեն։ Փաստաբանի խոսքով քննիչը ստում է այն փաստարկը, թե Արման Ջանինյանը տնօրինել է հավաքագրված գումարներին, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին, գործը դատարան է հանձնվել առանց որևէ վկայի ցուցմունքի։ Մեղադրանքի մաս է կազմում օրինակ, որ Աղվանյանը գումարներ է հավաքագրել քրեակատարական հիմնարկներ ուղարկելու համար, որի վերաբերյալ առարկայական ոչ մի փաստական տվյալ չկա գործում, ավելին հետո ավելացնում է քննիչը այդ գումարները, ապօրինի հավաքված գումարները տնօրինել է Արման Ջանինյանը։ Գալուստի մակամամբ Արման Ջանինյանը առնվազն մինչև 2024 թվականի փետրվար ամիս նկատ ժամանակում պահպանելով նշված կարգավիճակը օրենքով գողի ձեռնամուխ է եղել եւ ձեռնարկել է տարբեր բնույթի գործողությունների կատարմանը, որոնք ուղղված են քրեական ինքնամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանը։ Մասնարարպես իր կարգադրությամբ Արթուր Աղվանյանը ձեռնարկել է տարբեր անձանցից գումարների հավաքագրումներ, որոնք ուղղվել են տարբեր կալանավայրեր, տարբեր նպատակներով, որոնք իրավաչափ չեն եղել։ Տնօրինել է անօրինական ստացված օգուտը եւ նշված գումարները ձևավորվել են տարբեր, ինչպես տարբեր անձանցից հավաքագրելու միջոցով, այնպես էլ տարբեր հանցագործությունների կատարման արդյունքում են ստացվել։ Ներողություն այս կոպիտ բառի համար, բայց դա սուտ է։ Չկա այդպիսի տվյալ։ Արման Ջանինյանը որևէ գումար չի տնօրինել, նա նույնիսկ տեղյակ չի եղել։ Ինչպես կարող է ինքը տնօրինել գոյություն չունեցող դրամահավաքին։ Դրամահավաքը ինչ-որ կերպ պետք է դրսևորվի։ Օրինակ ցուցակներ, անձինք, գումար տրամադրող, գումար ստացող։ Պետք է այս ամենը լինի։ Մենք չունենք որևէ անձ չի հարցաքննվել, ցուցմունք չի տվել, դրամահավաքի մասնակցած չի եղել, չկա ինչ-որ ցուցակներ։ Մեղադրյալ Արթուր Աղվանյանի երկու երեխաներից մեկն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Ծնողները երեխային հոգեբանի մոտ այցերի ու բուժումների էին տանում։ Այսօր Աղվանյանը կալանքի տակ է, իսկ վերջինիս կինը Լուսինեն 5 ամսական երեխան գրկին չի կարողանում հոգալ մյուս զավակի կարիքները։ Կնոջ խոսքով պատճառը ոչ միայն ֆինանսական կացությունն է, այլև իր առողջական վիճակն ու մանկահասակ երեխան, որն ունի խնամքի կարիք։ Մարդուն իրավունքները սահմանափակելու հարցում կոնկրետ նկատի ունեմ կալանքը։ Նման դատական ակտը շատ կայտակնային արագությամբ կատարածվում, սակայն այդ իրավունքի սահմանափակման
հետևանքով առաջացած խնդիրները կարգավորելու դատական ակտը ոչ մի կերպ չի կատարվում իրավասու մարմինների կողմից։ Միասնական սոցիալական ծառայությունը խնդիրը բարձում է համայնքապետարանի վրա, համայնքապետարանը հակառակը ասում է, որ դա միասնական սոցիալական ծառայության պարտականությունն է։ Առաջնայինը երեխային տեղափոխելու հարցն է։ Մենք հաճախում ենք դպրոց, նաև հոգեբանի մասնավոր պարապմունքների, ես փոքրիկ ունեմ տանը, չեմ կարողանում էլի անընդհատ ես երեխային տանեմ բերեմ, ֆիզիկապես ինձ համար դա դժվար է։ Ֆինանսական գործոնն էլ կա իհարկե, բայց առաջնայինը իմ ֆիզիկական այդ հնարավորությունների բացակայությունը, որ փոքրիկի հետ չեմ կարող ամեն անգամ դուրս գալ։ Դրա պատճառով երեխան հաճախակի սկսել է բացակայել թե դպրոցից, թե այդ մասնավոր պարապմունքներից, ինչը իհարկե անդրադառնում է վերջինիս հոգեբանական աշխարհի վրա։ Վարքային խնդիրներ են առաջանում, բացի այդ վարքային խնդիրները առաջանում են նաև իհարկե հոր հետ երկարատև բաժանման հետևանքով, քանի որ ինքը շատ էր կապված հայրիկի հետ, էլի, շատ էր ժամանակ անցկացնում, հիմա որ հայրիկին չի տեսնում, հայրիկին հիշեցնող ամեն մի իրավիճակ իր մոտ վարքային հոգեբանական խնդիրները առաջացնում է։ Դատական ակտը թողնվել է անկատար։ Պետական իրավասու մարմինները մեկը մյուսի վրա պատասխանատվությունը բարթելու գործելավոճ են որդեգրել։ Ընտանիքը բավականին ծանր վիճակում է գտնվում եւ ես դիմել էի դատարան ընտանիքին հատուցել, պետության միջոցների հաշվին օրենքը թույլ էր տալիս, դատարանը դրական ակտ կայացրեց, բավարարեց իմ խնդրանքը եւ երեխաների կարիքները հոգալու որոշում ունենք դատարանի դեկտեմբերի 24-ից։ Այդ որոշումը չկատարեց քննիչը, չկատարեց դատախազը, չկատարեցին սոցիալական մարմինները։ Հանցանքի մասնահաղորդում ներկայացել ՀՀ գլխավոր դատախազին, որ դատարանի օրինական վերջնական ակտը չեն կատարում։ Առկա է քրեական հետապնդելի արարք։ Իմ այդ հանցանքի մասնահաղորդումը Հայաստանի գլխավոր դատախազը ուղարկեց քննչական կոմիտեի քննիչին, ով հավանաբար նստում է հարևանությամբ այն քննիչի, որը չի կատարում այդ որոշումը։ Այն դեպքում, երբ այս հաղորդումը հանցանքի, պետք է ուղարկվեր հակակոռուպցիոն կոմիտե, որովհետև հանցագործները ենթադրյալ պետական ինստիտուտների աշխատողներ էին։ Այնտեղից ստացա մի երկտող գրություն, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն տեսնում, այսինքն ունենք ակտ բարենպաստ երեխաների խնամքի համար, բայց պետական ինստիտուտները չեն հարգում այդ ակտը։ Քրեական վարույթ, որի բացահայտման համար վարույթն իրականացնող մարմինն ու իրավապահ մյուս մարմինները չեն խնայել պետական որևէ ռեսուրս, իսկ ուր են այն ծանրակշիռ ապացույցները, որոնց մասին բարձրաձայնում էին։ Այդ երկամսյա գաղտնալսումների արդյունքում կամ հետևանքով չի բացահայտվել նախկինում կատարված որևէ հանցանք, չի բացահայտվել ընթացող որևէ հանցագործություն, չի բացահայտվել նախապատրաստող որևէ հանցավոր գործողություն։ Իրականությունը չի համապատասխանում եւ նաեւ վազնյակացող մարմնի կողմից ձեռքբերված ապացույցներով էլ դա ոչ մի կերպ չի հաստատվում։ Դուք եթե ներկա լինեիք դատական նիստերի դահլիճում եւ ինքներդ լսեիք այն արձանագրությունները, այն դայնագրությունները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, դրանք պարզապես կենցաղային զրույցներ են, որ եթե այդ կենցաղային զրույցների հիման վրա ինչ-որ մեկին պիտի դատապարտեն, ուրեմն այդ հանրապետության մեծ մասին համատարած պիտի դատապարտեն։ Այնպիսի լայն գործիքակազմը կիրառվել, այսպես ասած, ճակերտավոր այդ մեղադրանքը հաստատելու համար, ներքին դիտում, արտաքին դիտում, հեռախոսային խոսակցությունների վերստանում, չի հասկանալի, չէ՞, միջազգային ահաբեկի չէին բռնում, ինչ էին անում, այդքան պետական ռեսուրսները աննպատակ օգտագործվել են չի համար, որպեսզի մարդու կենցաղային զրույցները լսեն, մարդու ընտանեկան կյանքի անդերմնեղլությունը խախտեն, ես չեմ հասկանում, իսկապես դա համապատասխան չեն այդ կիրառված գործողությունները, այն ամենի ինչը հիմա կոպիտ ասած, որ վարույթն իրականացնող մարմինը ունի, որևէ ծանրակշիռ ապացույց, որը կհաստատի այն մեղադրանքը, որը ներկայացվել է իմ ամուսնում։ Դատարանում ուսումնասիրվել են ձայնագրություններ, որոնք արվել են չթույլատրված վայրում։ Գործի հետ կապված մի անչափ կարևոր բացահայտում եմ ուզում անեմ, որը դեռ չեն կատարել։ Արթուր Աղվանյանի բոլոր հետապնդումները, արտաքին դիտում, ներքին դիտում, հեռախոսային խոսակցությունների հսկողություն, ինչպես նշեցի, ԱԱՑ-ի բոլոր զինանոցը այս առումով օգտագործել են։ Դատարանի կողմից թույլատրվել է կատարելու
այլ հասցեում, գործողությունները կատարվել է այլ հասցեում։ Որպեսզի պատկերացնեք ինչ ծավալի, իհարկե մենք սրան անդրադառնալու ենք, որովհետև դատանը թույլ է տվել գաղտնալսել կոնկրետ այս հասցեում։ Գաղտնալսումը կատարել են բոլորովին այլ հասցեում։ Չէր կարող այդպես լինել, որովհետև օրենքը կոպիտ խախտում է։ Հիմա դատանում հետազոտում ենք դատանի թույլ չտված հասցեի գաղտնալսումները։ Քրեական ենթամշակույթ, հավաքագրված գումարներ, մի շարք բացահայտմանն ուղղված քննչական ու վարույթային գործողություններ եւ այս ամենի կողքին վկաների բացակայություն, դժվար լսելի ձայնագրություններ։ Ի վերջո, ինչ որոշում կկայացնի դատարանը եւ ինչ ճակատագիր կունենա Աղվալյանի ընտանիքը։ Պատասխանները գտնելն այս դրությունում բարդ է, բայց մեկ բան ակնհայտ է։ Կա դատական ակտ, որը չի կատարվում եւ կան մեղմ ասած կասկածելի ապացույցներ։ Դատական հաջորդ նիստը ուշացնել չի տա, իսկ մենք կհետևենք դրա ընթացքին խոստանալով ձեր դատին հանձնել սույն գործով կայացված դատական ակտը։ Շտապ գումար ձեռք բերելը գրավիչ առաջարկ է, հատկապես այն պարագայում, երբ այդ գումարի անհրաժեշտությունը ծագում է սոցիալական բարդ իրավիճակում հայտնվելու ժամանակ։ Մի շարք քաղաքացիներ ցանկանալով ձեռք բերել վարկեր դիմել են սոցիալական ցանցերում գրանցված վարկային կազմակերպությանը հուսալով ստանալ օգնություն, այնինչ հայտնվել են երիտասարդի ծուղակում ու կրել մեծ ֆինանսական կորուստներ։ Երիտասարդին հաջողվել է կեղծ կայքեջի միջոցով մոլորեցնել ավելի քան 30 անձի, ձեռք բերել վերջիններիս անձնական տվյալները, քարտային բոլոր անհրաժեշտ տվյալներն ու հափշտակել քարտերում առկա ֆինանսները։ Ուշագրավ բացահայտում երիտասարդի բոլոր հերոսությունների մասին։ Շահավետ վարկի առաջարկ, որի պատճառով քաղաքացիները ընկան հանցավորի ծուղակը։ Երիտասարդը Facebook սոցիալական կայքում տեղադրել էր վարկերի տրամադրման հայտարարություններ շահավետ պայմաններով, խոստանալով արագ վարկ տրամադրել անգամ վատ վարկային պատմություն ունեցող կամ սև ցուցակում գտնվող անձանց։ Քաղաքացիներից շատերը խայծը կուլ էին տվել, միանգամից դիմել նշված հայտարարությամբ ու շահավետ վարկի փոխարեն ստացել կոտրած տաշտակ։ 2024 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվեց, որ անձը Facebook սոցիալական կայքում ստեղծել էր էջ, այդ էջը գովազդների միջոցով ներկայացրել էր որպես ֆինանսական գործունեություն իրականացնող վարկային կազմակերպություն եւ այդ էջի միջոցով գովազդներ էր տեղադրել այն մասին, որ անգամ դասակարգման մեջ գտնվող վատ վարկային պատմություն ունեցող անձանց տրամադրում է վարկեր շատ շահավետ պայմաններով։ Նշված ժամանակահատվածում անձինք, ովքեր ունեին ֆինանսական խնդիրներ, չէին կարողանում դիմել բանկին վարկ ստանալու նպատակով կամ ժամանակահատվածասուղ էր գումարը ստանալու նպատակով Facebook-յան կայքում դիմում էին այդ էջին, որպեսզի կարողանան վարկ ստանալ։ Երիտասարդը ջանք չէր խնայել հանցանքի կատարման համար սոցիալական կայքը հնարավորինս նմանեցրել էր իրական վարկային կազմակերպության սոցիալական կայքերի։ Անգամ մտածել վարկերի տրամադրման այնպիսի պայմաններ, որ չակերտավոր վարկառուները կասկած անգամ չունենան, համոզված լինեն, թե գործ ունեն լիցենզավորված կազմակերպության հետ։ Անձը առաջարկում էր բանկային քարտին կամ էլեկտրոնային դրամապանակին արկա գումարի եռապատիկի չափով վարկ տրամադրել, որոշակի պայմաններ կային տոկոսի հետ կապված, մարման ամբողջը ակնհայտ երևում էր, որ վարկային կազմակերպություն էր իրենց հետ կապի դուրս եկել եւ որևէ կասկած չէր հարուցում։ Հանցավորը քաղաքացիներից ստանում էր վերջիններիս քարտային ողջ տվյալները, ինչի օգնությամբ էլ հեշտությամբ հետագայում տիրանում տուժողների ֆինանսական միջոցներին։ Եթե անձը բանկային քարտի միջոցով էր ցանկանում վարկը վերցնել, պահանջում եւ ստանում էր հանցավորը անձի բանկային քարտի դիմերեսի եւ դարձերեսի լուսանկարները, ինչպես նաեւ հեռախոսահամարին ստացված ծածկագրերը, այնուհետեւ ստացված տվյալներով բանկային քարտը կցում էր խաղային հաշիվներին կամ էլեկտրոնային դրամապանակներին, որի միջոցով հափշտակությունը կատարում էր։ Հանցավորի ձեռքերը հասնում էին ոչ միայն տուժողների բանկային քարտերին, այլև էլեկտրոնային դրամապանակներին։ Էլեկտրոնային դրամապանակներին հասանելիություն ստանալու դեպքերում վերջինս էլեկտրոնային դրամապանակի մուտքանունը գաղտնաբառն էր ստանում, ծածկագրերն էր ստանում, որը հնարավորություն էր ընձեռում անձին փոխել գաղտնաբառը եւ հասանելիություն ամբողջությամբ հասանելիություն ունենալ էլեկտրոնային դրամապանակին, դրանով կատարել գործարքներ։ Անձանց նաեւ հանցավորը հորդորում էր
բանկային քարտը կամ էլեկտրոնային դրամապանակը լիցքավորել այնքան գումարով, որի եռապատիկը ցանկանում էին որպես վարկ վերջինները ստանալ։ Ստանալով այդ տվյալները, անձը հափշտակում էր էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև բանկային քարտերին արկա դրամական միջոցները եւ տարբեր փոխանցումների միջոցով կարողանում էր գումարը տնօրինել, տիրապետել։ Հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գումարների ծագումը թաքցնելու եւ հետագա պատասխանատվությունից խուսափելու նպատակով երիտասարդը կատարում էր խորամանկ քայլեր։ Հափշտակության արդյունքում ստացած գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, այդ գումարների տնօրինումը հեշտացնելու, ինչպես նաև հետագայում իր կողմից կատարված հափշտակությունների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով վերջինս նաև այդ գումարները փոխանցում էր այլ անձանց անվամբ գրանցված, բայց իր կողմից փաստացի տիրապետվող էլեկտրոնային դրամապանակներին, խաղային հաշիվներին եւ բանկային քարտերին, ինչպես նաև գումարները հափշտակելուց հետո փոխանցում էր այլ տուժողներից իր կողմից հանցավոր ճանապարհով ստացված տվյալների օգտագործմամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակներին, այսինքն մեկ տուժողից հափշտակում էր գումարը, փոխանցում էր մեկ այլ տուժողի էլեկտրոնային դրամապանակին, այնուհետև մյուս տուժողի էլեկտրոնային դրամապանակին եւ նման եղանակով փորձում էր փողերի լվացում իրականացնել։ Իրավապահների փոխանցմամբ նույն երիտասարդը նախկինում նույնաբնույթ հանցանքի կատարման համար պատասխանատվության էր կանչվել։ Նախաքննության ընթացքում պարզվեց, որ հանցանք կատարած անձը նախկինում արդեն դատապարտված եղել է նույնաբնույթ հանցագործությունների կատարման համար եւ վերջինիս նկատմամբ դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չէր կիրառվել եւ նշանակվել էր փորձաշրջան, որի արդյունքում վերջինիս նկատմամբ դատարանի կողմից նաեւ պահանջ էր տրվել հանցագործություններ չկատարել։ Սակայն պարզվեց, որ դատարանի կողմից վերջինիս տրված հնարավորությունը օգտագործվել է ոչ թե ուղղվելու եւ սոցիալական միջավայրում վերաինտեգրվելու համար, այլ օգտագործվել էր հանցավոր սխեմայով գումարներ ֆինանսական միջոցներ վաստակելու իր գործունեությունը շարունակելու նպատակով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած երիտասարդին մեղադրանք առաջադրվեց։ Նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք ներկայացվեց համակարգչային հափշտակություններ կատարելու, ինչպես նաև փողերի լվացման համար կազմվեց մեղադրական եզրակացություն, որը ուղարկվեց դատախազին հաստատելու նպատակով, այնուհետև ուղարկվեց դատարան։ Երիտասարդի հանցավոր գործունեության արդյունքում տուժել է մոտ 30 քաղաքացի։ Ուստի եւս մեկ անգամ հորդորում ենք պահպանել անձնական եւ քարտային տվյալների գաղտնիությունը, չվստահել սոցիալական ցանցերում տեղ գտած հայտարարություններին եւ հիշել, որ անգամ ֆինանսական ծայրահեղ իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն, տուրք չտալ հեշտ ու արագ գումար վաստակելու ցանկությանը, որպեսզի զերծ պահեք ձեզ նմանատիպ իրավիճակներում հայտնվելու վտանգից։ Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները։ Բացահայտումների շարքը մեկ տեսանյութով։ Մարտի 15-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կորել է դրամապանակը, որում եղած բանկային քարտով գնումներ են կատարում։ Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ստացվեցին տեղեկություններ, որ նշված արարքը կատարել է Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդը։ 2025 թվականի մարտի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի նկատել է, որ իր մոտից բացակայում է դրամապանակը, որում եղել են իր վարորդական իրավունքի վկայականը, հաշվառման վկայագիրը, տրանսպորտային միջոցը եւ բանկային քարտեր։ Արդեն մոտ 30 րոպե անց վերջինիս խոսքով նկատել է, որ բանկային քարտերից մեկով արդեն շուրջ 2 օր է Շենգավիթ վարչական շրջանի տարբեր խանութներից կատարվում են տարատեսակ գնումներ։ Տղամարդը մուտք էր գործել խանութներ ու գողացված քարտով գնումներ կատարել իր համար։ Հիմնականում ծխախոտ, սնունդ եւ նմանատիպ այլ իրեր էր գնել։ Իրավապահների փոխանցմամբ տղամարդը նախկինում աչքի ընկել իր օրինազանց վարքագծով։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։
Արդեն 2025 թվականի մարտի 19-ին վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել եւ գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ վերջինս ընդունել է իր արարքը, խոստովանել է եւ անձնական խոզարկությամբ վերջինս մոտից հայտնաբերվել տուժող քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը եւ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ձեր էկրաններին հայտնված հեռախոսահամարներին կարող եք զանգ տալ կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին, եթե ուզում եք, որպեսզի ձեր իրավական խնդիրը հայտնվի հանրության, ինչպես նաև պատկան մարմինների ուշադրության կենտրոնում։ Զանգ տվեք մեզ, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։